Երբ Հենրիխ Մխիթարյանը դեռ փոքր էր, նրա հայրը Համլետ Մխիթարյանը արդեն հայտնի ֆուտբոլիստ էր, սակայն ցավոք վաղ մահացավ, եւ հենց այդ պահից Հենրիխի կյանքը կտրուկ փոխվեց։ Շատերը չէին հավատում, որ նա առանց հոր կարող է լուրջ հաջողությունների հասնել։ Երբ դեռ նոր էր տեղափոխվել Դոնեցկի Շախտյոր, Մխիթարյանը այնքան էլ վստահ չէր իր ուժերին։ Ասում են, որ նույնիսկ մտածել է ֆուտբոլը թողնելու մասին, քանի որ չէր ստացվում այնպես, ինչպես ցանկանում էր։ Եվ հենց այդ պահին նա սկսեց անել մի բան, որը շատ ֆուտբոլիստներ չեն անում։ Նա սկսեց մնալ մարզումներից հետո եւ ժամերով միայնակ աշխատել, փոխանցումներ, հարվածներ, դիրքավորում, անգամ թիմակիցներն էին զարմանում, թե որքան աշխատասեր է Հենրիխը։ Արդյունքը հենց նա մի քանի տարի անց դարձավ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու որպես կիսապաշտպան, ինչը հազվադեպ երևույթ էր, եւ սահմանեց Ուկրաինայի Պրեմիեր լիգայում խփված գոլերի ռեկորդ մեկ մրցաշրջանում։ Նրանով սկսեցին հետաքրքրվել եվրոպական գրանդ ակումբներ, եւ ի վերջո նա տեղափոխվեց Դորտմունդի Բորուսիա, եւ հենց այստեղ սկսվեց նրա մեծ խաղը եվրոպական Top 5 լիգանորում, որտեղ շարունակում է խաղալ մինչև այժմ, խփել գոլեր, կատարել փոխանցումներ, նվաճել գավաթներ եւ փայլել անգամ 37 տարեկան հասակում։ Ամենահետաքրքիրն այն է, որ Մխիթարյանը ինքը նշում է, որ իր ամենամեծ մոտիվացիան եղել է ապացուցել, որ կարելի է հասնել հաջողության ոչ միայն տաղանդով, այլև քրտնաջան աշխատանքով։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ Մխիթարյանի հաջողությունները ամենևին էլ պատահականություն չէ։ Դրանք տարիների լուռ պայքարի արդյունք են եւ ապացույց, որ կարելի է հասնել հաջողության ոչ միայն տաղանդով, այլև ամենօրյա քրտնաջան աշխատանքով եւ նվիրումով։